Պատրաստում ենք մանյացված ծիծակ նեխուրով և սխտորով, ստացվում է անչափ համեղ։ Հավաքել եմ մեր այգում աճեցված ծիծակները։ Հոսող ջրի տակ շատ լավ լվանում ենք ծիծակները։ Այնուհետև ցամքեցնում։ Ծիծակները մաքրում եմ այսպես. նախ հեռացնում եմ ծաղկաբույլերը, այնուհետև կտրում պոչից մի փոքր, որից հետո կտրում եմ ծայրից շատ քիչ մաս և դանակով մի փոքր բացվածք եմ անում։ Պետք է մաքրել այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Տապակելու համար անհրաժեշտ է կաթսայի մեջ ավելացնել 1,5 բաժակ ջուր, այնուհետև 150 գրամ բուսայուղ, 150 գրամ խնձորի քացախ, 1 թեյի կթալ հատիկավոր պղպեղ, դափնու տերև մի քանի հատ, նեխուր կես կապ մանր կտրատել, սխտոր 1 գլուխ կամ 5-ից 6 բջեղ, կրկին մանր կտրատել։ Ավելացնել 2 ճաշի գթալ շաքարավազ և 4-ից 5 ճաշի գթալ աղ ըստ ճաշակի։ Թողնում ենք զանգվածը միասին եռա, այնուհետև ավելացնում ենք նախօրոք մաքրած մեր ծիծակները։ Ծածկում ենք կափարիչով, որից հետո խառնում ենք շրջելով բոլոր կողմերից, որպեսզի հավասարաչափ տապակվի։ Երբ արդեն մի փոքր փափկել է, այսինքն պատրաստ է, կարող ենք հանել։ Հանում ենք առանձին կաթսայի մեջ, այնուհետև շարունակում տապակել մյուս ծիծակները։ Տապակում ենք նույն ձև, ծածկում կափարիչով, այնուհետև շրջում բոլոր ծիծակները հավասարաչափ տապակվելու համար և վերջ, պատրաստ է։ Եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեք և տարածեք։